Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևան նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Նժդեհը Եղիշե Տեր-Հարությունյանի և Տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքի 4-րդ զավակն էր, եղբոր անունը Լևոն էր։ Մանուկ հասակում կորցրել է հորը և մնացել մոր Տիրուհու խնամքին, հայրը Եղիշեն գյուղի քահանան էր։ Ընտանիքում եղել են 4 երեխա, Նժդեհը փոքրն էր։ 1919 թվականին Նժդեհը ամուսնանում է Գոհարիկ Դադայանի հետ։ Գոհարիկ Դադայանը աղի հանքերի տեր Պողոս Մելիք Դադայանի դուստրն էր։ Գոհարիկ Մելիք Դադայանը սովորել է Երևանի Օրիորդաց վարժարանում։ 1920 թվականին ունենում են դուստր և անունը դնում Լիլիա։ Հայաստանից հեռանալուց հետո Բուլղարիայում Նժդեհը ամուսնանում է երկրորդ անգամ՝ Էփիմե անունով մի հայուհու հետ։ 1922 թվականին ունենում զավակ՝ Վրեժ անունով, այլ երեխաներ չի ունեցել։ Մկրտության ժամանակ նրան տվել են Առաքել անունը։ Ավարտելուց հետո սովորել է գիմնազիայում։ 1902 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Չնայած ուսման ընթացքում ցուցաբերած գերազանց արդյունքներին, 1904 թվականին թողել է համալսարանը՝ նվիրվելու ազգային շարժմանը։ 17 տարեկան հասակից միացել է Հայ ազատագրական շարժմանը։ Տեղափոխվելով Սալմաստ քաղաք, Նժդեհը այնտեղ սովորել է դաշնակների կողմից կազմակերպված ռազմական դպրոցում Սպա Կնյաժևսկու ղեկավարությամբ։ 1907 թվականին դաշնակների հետ կապված մակեդոնական շարժման առաջնորդների օգնությամբ նա ընդունվել է Դմիտրի Նիկոլովի անվան սպայական դպրոց, որն ավարտել է ստանալով բուլղարական բանակում կրտսեր լեյտենանտի կոչում։ Նույն թվականին ավարտելուց հետո նա միացել է Մուրադի պարտիզանական ջոկատին, ապա դարձել դաշնակցության անդամ, ընդունելով կուսակցական կեղծանունը Նժդեհ, այսինքն թափառական, ակտիվ մասնակից է եղել իրանական հեղափոխությանը։ 1909 թվականին վերադարձել է Կովկաս՝ զենք գնելու և այն Իրանի հայ հեղափոխականներին տեղափոխելու համար, բայց ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից։ Մասնակցել է 1912 թվականի դաշնակների դատավարությանը, ազատ է արձակվել և վերադարձել Բուլղարիա։ 1912 թվականի սեպտեմբերի 23-ին Առաջին Բալկանյան պատերազմի բռնկման պատճառով նա կամավոր դարձավ բուլղարական բանակում։ Որպես բուլղարական պահեստազորային սպա նրան հանձնարարվեց կազմել հայ կամավորներից բաղկացած վաշտ։ Նա կազմավորեց և ղեկավարեց 229, հետագայում 272 հոգուց բաղկացած վաշտ, որի կազմում կրվեց Անդրանիկը, ով Տրոցկիի խոսքերով ջոկատի հոգին էր։ Տրոցկին վաշտի գործունեությունը նկարագրում է հետևյալ կերպ. «Կամավորներն ունեն իրենց սեփական հագուստը, քաղաքացիական, միայն վերցված և զինվորական ոճով քաշված, շատերն ունեն հաստ ոտնամաններ, որոնք հմտորեն ամրացված են արմունկներից ամրակներով, նրանց մեջքին կա կտավե պայուսակ և գլխարկ, կողքերին կա փամփուշտատուփ, իսկ մեծ մասն ունի իր սեփական ատրճանակը։ Վաշտը հրամանատարում է համազգեստով հայ սպա։ Նրանք նրան պարզապես անվանում են ընկեր Գարեգին։ Գարեգինը բանաստեղծ է, հռետոր և զինվոր, բոլորը կրակոտ, իրեն բաժին հասած առաքելության նշանակություններից։ Ջոկատը, որի կազմում այժմ դժվար է ճանաչել հյուրանոցատերերին, գրագիրներին և ճաշարաններին, ջանասիրաբար քայլում է։ Գարեգինը իզուր չէ, որ 10 օր, ամեն օր 10 ժամ նրանց սովորեցրել է վարժանքի արվեստի գաղտնիքները։ Նա որպես հրամանատար լիովին խռպոտ է և ունի տենդոտ տեսք, և նրա կապտասև մազերը փոթորկալից ալիքներով դուրս են գալիս սպայական գլխարկի տակից։ Նոյեմբերի 15-ին վաշտը հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ,
Մեգրամլի գյուղի մոտ, որի համար Նժդեհը ստացավ բուլղարական և հունական պարգևներ, ինչպես նաև բալկանյան ժողովուրդների հերոս կոչում։ Նա վիրավորվեց այս պատերազմում։ Նա նաև մասնակցեց երկրորդ բալկանյան պատերազմին և երկրորդ անգամ վիրավորվեց։ 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես և Ռուսաստանի կողմից դաշնակների համար համաներում հայտարարելուն պես նա եկավ Սոֆիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն, առաջարկելով իր ծառայությունները։ Գարեգին Նժդեհը 1915 թվականի հուլիսին պարգևատրվեց երրորդ և երկրորդ աստիճանի Սուրբ Գևորգի խաչերով Մագրեորթի կիրճում տեղի ունեցած մարտերի համար։ 1917 թվականի մայիսից նա Ալեքսանդրապոլում (Գյումրում) քաղաքային կոմիսար էր։ 1918 թվականի մայիս Նժդեհի ջոկատը ծածկում է Կարսի մարզից հայկական զորքերի նահանջը՝ մարտնչելով Ալաջայի մոտ։ Այդ ընթացքում Գարեգին Նժդեհին հաջողվում է անիից վերցնել պրոֆեսոր Մարի պեղումների նյութերը։ 1918 թվականի մայիսի 26-ից 28-ը Նժդեհը գլխավորում է Ղարաքիլիսայի, այսինքն Վանաձորի ճակատամարտը, կանգնեցնելով թուրքական բանակի գերազանցող ուժերը։ Նա կրկին վիրավորվում է այնտեղ, պարգևատրվում է արիության շքանշանով։ Հայաստանի Հանրապետության կազմավորման հետ մեկտեղ նա զբաղվում է հայկական ազգային բանակի կազմավորմամբ և մարզմամբ։ Նոյեմբերի 21-ին 11-րդ Կարմիր բանակի 2 բրիգադներ և մի քանի դաշնակից թուրքական գումարտակներ, ընդհանուր առմամբ 1200 թուրք, ջախջախվեցին ապստամբների կողմից, և Զանգեզուրը լիովին ազատագրվեց։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքի տարածքում անցկացված համագումարը հռչակեց ինքնավար Սյունիքի Հանրապետությունը, որը փաստացի գլխավորում էր Նժդեհը, որը ստանձնեց սպարապետի գլխավոր հրամանատար հնագույն Տիտղոսը։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց պարգև Զանգեզուրի հակահեղափոխական ղեկավարի՝ արկածախնդիր Նժդեհի ղեկավարի համար։ Հայաստանում փետրվարյան ապստամբությունը հետ մղեց բոլշևիկների ուժերը, որոշ ժամանակով դադար տալով Զանգեզուրին։ Գարնանը փետրվարյան ապստամբության պարտությունից հետո ապստամբ ուժերը նահանջեցին Զանգեզուր։ Այդ ժամանակ Նժդեհը իր իշխանությունը տարածել էր Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա, միանալով այնտեղ գործող ապստամբներին։ 1921 թվականի ապրիլի 27-ին նրա վերահսկողության տակ գտնվող կազմավորումը հռչակվեց Լեռնային Հայաստանի Հանրապետություն, և Նժդեհը գլխավորեց այն՝ համատեղելով վարչապետի, ռազմական նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Հուլիսի 1-ին Լեռնային Հայաստանն ընդունեց Հայաստանի Հանրապետություն անվանումը, որպես Առաջին հանրապետության շարունակություն։ Վերջինիս վարչապետ Սիմոն Վրացյանը հռչակվեց նրա վարչապետ, իսկ Նժդեհը՝ ռազմական նախարար։ Սակայն խորհրդային զորքերը շուտով անցան հարձակման, և հուլիսի 9-ին Նժդեհը ապստամբների մնացորդների հետ մեկնեց Իրան։ Նա ինքը կարծում էր, որ իր պաշտպանությունը Զանգեզուրը փրկեց Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրից, որոնք Խորհրդային Ռուսաստանը փոխանցեց Ադրբեջանին։ Այս կարծիքը կիսում էին նաև Սյունիքի հայերը, որոնց մեջ Գարեգին անունը մինչ օրս ամենատարածվածն է։ Դառնալով արտագաղթող՝ նա ապրել է Բուլղարիայում, ընդունելով բուլղարական քաղաքացիություն։ 1933 թվականին Թուրքիայի դեսպանին սպանելու նպատակով ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ նա ստեղծել է ծայրահեղ ազգայական ցեղակրոն շարժումը, որը նա հակադրել է իր տեսանկյունից «փափուկ մարմնով» դաշնակցությունը։ Գաղափարախոսության էությունը, ինչպես երևում է անունից, ազգի գաղափարին լիակատար կրոնական հնազանդությունն էր։ 1937 թվական. Դաշնակցության հետ խզում։ 1938 թվական. այս կուսակցությունից պաշտոնապես հեռացում համագումարում։
Հեռացման առաջին փորձը կատարվել է դեռևս 1921 թվականին նախկին Հայաստանի Հանրապետության ղեկավարության նախաձեռնությամբ, որը Նժդեհին հայտարարել է Զանգեզուրի անկման մեղավոր, սակայն կուսակցությունը չի աջակցել դրան։ Կապեր է հաստատել Բեռլինի հետ, հույս ունենալով համոզել գերմանացիներին հարձակվել Թուրքիայի վրա։ Հետագայում նա հանդիպում է Ռոզենբերգին և մասնակցում կովկասյան ժողովուրդների, ներառյալ ադրբեջանցիների էմիգրացիոն կազմակերպությունների ներկայացուցիչների Կովկասյան բլոկին, Գերմանիային որպես Կովկասի ապագա ազատագրողի խորհրդային տիրապետությունից աջակցելու հարթակում։ 1942 թվականին Դրոյի հետ միասին նա մասնակցում է գերմանական վերմախտի մաս կազմող հայկական ստորաբաժանումների կազմավորմանը, հիմնականում գերի վերցրած հայ Կարմիր բանակի զինվորներից։ 1942 թվականի դեկտեմբերի 15-ին Գարեգին Նժդեհը դարձավ գերմանացիների կողմից ստեղծված Հայ ազգային խորհրդի 7 անդամներից մեկը և Ազգային խորհրդի «Ազատ Հայաստան» թերթի խմբագրի տեղակալը։ Դրոյի և Գարեգին Նժդեհի գլխավորությամբ Գերմանիայում ձևավորված հայկական կիսառազմական կազմավորումները մարզվել են ՍՍԻ հրահանգիչների կողմից և ակտիվորեն մասնակցել են Ղրիմի թերակղզու գրավման գործողություններին և Կովկասում հարձակմանը։ Նացիստները նաև պլանավորել էին հայ բնակչությանը օգտագործել որպես անկայունացնող գործոն Թուրքիայում և Խորհրդային Միությունում։ Ավելի ուշ, Ստալինին ուղղված ժամանակում, նա գերմանացիների հետ իր համագործակցությունը բացատրեց երկու դրդապատճառով՝ հակաթուրքական և հայերին հրեաների ճակատագրից փրկելու ցանկությամբ։ Գերմանացիները սկսեցին խտրական միջոցներ ձեռնարկել Բալկաններում հայերի նկատմամբ։ Փաստն այն է, որ ես ոչ միայն թույլ չտվեցի ինձ կատարել թշնամական գործողություններ, այլև ընդհակառակը, կատարեցի այնպիսի գործողություններ, որոնք իմ հակառակորդը անտեղյակ իմ հոգեկան վիճակից չէր սպասում ինձնից։ Ես չգնացի արևելյան ճակատ, թույլ չտվեցի, որ իմ տղաները, որոնք մարզվում էին Թուրքիայի դեմ գործողությունների համար, օգտագործվեն հակասովետական ճակատում, չհայտնվեցի լեգիոններում և ճամբարներում և այդպիսով հայ ռազմագերիներին հստակեցրի, որ նրանք չպետք է կռվեն Գերմանիայի համար։ Այն փաստը, որ Բուլղարիայի հայերին պաշտպանելու համար ոչ միայն ես, այլև բուլղարացի մշակութային գործիչները դիմեցինք Սոֆիայում Գերմանիայի դեսպանին, ինքնին ապացուցում է, թե որքան լուրջ էր հայերին սպառնացող վտանգը։ Հրեաների դեմ հալածանքներին ականատես լինելով ես չէի կարող անտարբեր մնալ Բալկաններում հայերին սպառնացող վտանգի նկատմամբ։ Այս վտանգը և հայերի նկատմամբ կիրառվող ռասայական խտրականությունը ստիպեցին ինձ գնալ Բեռլին և միանալ այդ կարծրատիպային կոմիտեին, որը կարճ, անիմաստ գոյությունից հետո դիմեց ինքնալուծման։ Իմ կապը գերմանացիների հետ տեղի էր ունենում հակաթուրքական հիմքի վրա։ Երբ խորհրդային զորքերը մոտեցան Սոֆիային, Նժդեհը հրաժարվեց լքել Բուլղարիան, չցանկանալով վտանգի ենթարկել իր կազմակերպությունը։ Բացի այդ, նա հույս ուներ, որ ԽՍՀՄ շուտով պատերազմ կհայտարարի Թուրքիային և որ ինքը կկարողանա մասնակցել այդ պատերազմին։ Խորհրդային զորքերին միանալուց հետո նա այս առաջարկով նամակ գրեց գեներալ Տոլբուխինին։ Հոկտեմբերի 9-ին Նժդեհը կանչվեց խորհրդային առաքելություն, որտեղ նրան տեղեկացրին, որ պետք է մեկնի Մոսկվա, անձամբ իր առաջարկը ղեկավարությանը ներկայացնելու համար։ Հոկտեմբերի 12-ին նա ձերբակալվեց ՍՄԵՐՇ-ի կողմից և ուղարկվեց Մոսկվա Լուբյանկայի ՄԳԲ ներքին բանտ, որտեղից 1946 թվականին տեղափոխվեց Երևանի բանտ։ Նժդեհը մեղադրվեց հակահեղափոխական գործունեության մեջ, հիմնականում Զանգեզուրում, հակախորհրդային ապստամբությանը մասնակցելու և այդ ապստամբության ընթացքում կոմունիստների զանգվածային սպանությունների մեջ։ Այս մեղադրանքը նրան խիստ զայրացրեց,
քանի որ Զանգեզուրի ապստամբները դեռևս 1921 թվականին համաներում էին ստացել։ Նրան տանջում էին անքնությամբ, բայց ոչ ֆիզիկական ուժով, քանի որ քննիչի հետ իր առաջին հանդիպման ժամանակ, ըստ իր սեփական հայտարարության, նա նրան ասել էր, որ ինձ նկատմամբ աննշան ֆիզիկական բռնության փորձը կստիպի ինձ նույն կերպ պատասխանել, որ նա ստիպված կլինի սպանել ինձ։ 1948 թվականի ապրիլի 24-ին ՄԳԲ-ի հատուկ համաժողովը նրան դատապարտեց 25 տարվա ազատազրկման։ Նա ուղարկվեց Վլադիմիրի բանտ։ 1952-ից 53 թվականներին մնաց Երևանի բանտում, ապա տեղափոխվեց Տաշքենտ, որտեղից կրկին ուղարկվեց Վլադիմիրի բանտ, որտեղ էլ մահացավ 1955 թվականի դեկտեմբերի 21-ին։ Եղբայր Լևոն Տեր-Հարությունյանին մերժեցին Նժդեհին Հայաստանում թաղելու թույլտվություն տալը, և որպես անձնական իրեր նրան տվեցին միայն հագուստ և ժամացույց։ Նժդեհին թաղեց իր եղբայրը, և ցանկապատած գերեզմանի վրա տեղադրվեց հուշատախտակ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշեևիչ 1886-ից 1955 թվականներ։ 1983 թվականի օգոստոսի 31-ին Գարեգին Նժդեհի մոխիրը Հայաստան տեղափոխեց լեզվաբան Վարագ Առաքելյանը։ 1987 թվականին նա վերաթաղվեց Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի Սպիտակավոր եկեղեցու բակում, մինչ այդ մոխիրը պահվում էր Վարագ Առաքելյանի ամառանոցի նկուղում։ Սակայն իր կտակում Նժդեհը ցանկություն հայտնեց թաղվել Սյունիքի Կապան Խոստուփ լեռան ստորոտում։ Այս ցանկությունը կատարվեց միայն 2005 թվականի ապրիլին։ Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, Խուստուփ լեռան ստորոտում։ Նժդեհի մոխրի մի մասը մնացել է Սպիտակավորում, քանի որ այն նաև ուխտատեղի է, ասաց պատգամավոր Սերժ Մկրտչյանը, որը հուղարկավորության արարողության կազմակերպիչներից մեկն էր։